Արյունալի պատերազմի 34-րդ օրը ամերիկա-իսրայելական ուժերն ընդլայնել են ավիահարվածների աշխարհագրությունն ու ընտրել ենթակառուցվածքների թիրախավորման նոր մարտավարություն։ Հրթիռակոծվել է Թեհրանից հարավ գտնվող Քարաջ քաղաքում կիրճի վրա կառուցված մեծ կամուրջը։ Իրանի համար այս կարևորագույն ենթակառուցվածքը մայրաքաղաքը կապում էր երկրի արևմտյան շրջաններին։ B1 կամուրջը, որի շինարարությունը դեռ չէր ավարտվել, մերձավոր արևելքում ամենաբարձրներից էր։ Սյուների բարձրությունը 136 մետր, ընդհանուր երկարությունը ավելի քան 1 կիլոմետր։ Կամրջի հրթիռակոծման հետևանքով զոհվել է 8, վիրավորվել 95 մարդ։ Իրանի ամենամեծ կամուրջը փլուզվեց, այն այլևս չի օգտագործվի։ Դեռ շատ բան է սպասվում, ժամանակն է, որ Իրանը գործարք կնքի, քանի դեռ ուշ չէ, հպարտացել է Թրամփը։ Ամերիկյան կողմի պնդմամբ կամուրջն օգտագործվում էր իրանական ռազմական դրոններ արտադրելու նպատակով նյութերի տեղափոխման համար։ Իրանի արտգործնախարարը հայտարարել է, քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում անավարտ կամուրջներին հարվածելը իրանցիներին չի ստիպի հանձնվել։ Աբբաս Արաղչիի խոսքով յուրաքանչյուր կամուրջ և շենք ավելի ամուր կվերականգնվի, իսկ Ամերիկայի հեղինակությանը հասցված վնասը երբեք չի վերականգնվի։ Թեհրանը պնդում է, կամուրջը քաղաքացիական ենթակառուցվածք է, որի գրոհելը միջազգային օրենքի խախտում է։ Իրավապաշտպաններն ահազանգում են, եթե Իրանը ռմբակոծի Կալիֆոռնիայի Golden Gate կամուրջը, այն կկոչվի ահաբեկչություն, իսկ երբ Ամերիկան ռմբակոծում է Իրանի կամուրջը, դա խաղաղություն է։ Կամրջի հրթիռակոծությանն արձագանքել է նաև Պահապանների կորպուսը։ Իրանի կամուրջների, էլեկտրակայանների կամ էներգետիկ ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակում կհանգեցնի ոչ միայն տարածաշրջանում և օկուպացված տարածքներում ԱՄՆ-ի և Իսրայելի բոլոր օբյեկտների, այլև ԱՄՆ-ի դաշնակիցների կարևորագույն ենթակառուցվածքներին հարվածների։ Դրանք կլինեն ավելի ծանր ու ավերիչ, քան նախկինում։ Երկրները, որտեղ ամերիկյան բազաներ կան, եթե ցանկանում են անվտանգ մնալ, պետք է ամերիկյան ուժերին ստիպեն հեռանալ։ Տարածաշրջանում բոլոր տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների ընկերություններն Իրանի համար լեգիտիմ թիրախ են, զգուշացրել է Զոլֆաղարին։ Թշնամուն խիստ նախազգուշացում է արել Իրանի ցամաքային զորքերի գլխավոր շտաբի ղեկավար գեներալ Հաթամին։ Թշնամու ոչ մի զինվոր չպետք է ողջ մնա ցամաքային գործողությունների ժամանակ։ Թշնամու բոլոր տեղաշարժերը պետք է մանրակրկիտ վերահսկվեն առավելագույն ճշգրտությամբ և անհրաժեշտության դեպքում անհապաղ ձեռնարկվեն հակազդեցության միջոցներ։ Պատերազմի ստվերը պետք է վերացվի մեր ազգի վրայից և անվտանգություն պետք է հաստատվի բոլորի համար։ Անընդունելի է, որ որոշ տարածքներ ապահովեն այն դեպքում, երբ մեր ժողովուրդը ապրում է վտանգի մեջ։ Իրանի բարձրաստիճան զինվորականները հայտարարել են, մենք ձեր զորքերը չենք ուղարկի քարեդար, մենք ձեզ կուղարկենք ավելի հեռու։ Իրանի բանակի հրամանատարները տարիներ շարունակ ինտենսիվ ու դաժան մարզումներ են անցկացրել և լիովին մարտունակ են։ Իրանն այն վայրն է, որտեղ թաղված են զավթիչները, եթե կասկածում եք, եկեք և պարզեք, ասել են հրամանատարները։ Պահապանների կորպուսը խոստանում է ու կործանում ամերիկյան զինտեխնիկան։ Իրանի օդատիեզերական ուժերի հոփամակարգը խոցել է ամերիկյան երկրորդ F-35 կործանիչը։ Շարունակվում են նաև տարածաշրջանում ամերիկյան օբյեկտների գրոհները։ Իրանը հարվածել է Բահրեյնում գտնվող Ամազոնի տվյալների կենտրոնին։ Ինտենսիվ հարվածներ են եղել Իսրայելի քաղաքների ուղղությամբ։ Թիրախավորվել են Թել Ավիվը, Հայֆան ու Պետահ Տիկվան։ Միաժամանակ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնում է, որ օդային հարվածի հետևանքով ոչնչացվել է Լիբանանի հարավում գտնվող Հեզբոլլահի 15 գրոհային, թիրախավորվել են Թեհրանում գտնվող Պահապանների կորպուսի ռազմաբազաները։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մերձավոր արևելքի տարածաշրջանում հակամարտող կողմերին կոչ է անում դադարեցնել պատերազմը։ Մերձավոր արևելքի ճգնաժամի արդեն երկրորդ ամիսն է։ Պատերազմը շարունակվում է, մարդկային տառապանքը աճում, մեծանում է ավերածությունների ծավալը։ ԱՄՆ-ին ու Իսրայելին իմ ուղերձը հստակ է։ Ժամանակն է կանգնեցնել պատերազմը։ Իրանին էլ կոչ եմ անում դադարեցնել գրոհները հարևան երկրների դեմ։
Միջազգային հանրությունը պատերազմող կողմ չէ, սակայն ակամա զգում է առճակատման հետևանքները, մասնավորապես Հորմուզի նեղուցի շրջափակումից հետո։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում տապալվել են Հորմուզի նեղուցն ապաշրջափակելու համար Իրանի դեմ միջազգային ճնշում գործադրելու փորձերը։ Մոսկվան, Պեկինն ու Փարիզը արգելափակել են ռազմական ուժով նեղուցի բացման բանաձևը։ Հորմուզի նեղուցն ուժով վերաբացելը անիրատեսական է, հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։ Մակրոնը Թրամփին մեղադրել է Իրանի պատերազմի հարցում անընդհատ ինքն իրեն հակասելու եւ ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքի նկատմամբ հավատը խաթարելու համար։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։